Բարև ձեզ, Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, կուզեմ անդրադարձ ունենանք արտաքին քաղաքականությանը, շատ տագնապալի ու լուրջ ավելի մտածելու խնդիրներ են առաջ եկել։ Ի վերջո մենք տեսնում ենք Իրան-Իսրայել հարաբերություններ, ներքաշվում են գերտերություններ, կարծես թե պատերազմն ազդարարող մի սկիզբ է։ Ինչ կարծիք ունեք եւ ինչպես այն կարող է անդրադարձ ունենալ մեր տարածաշրջանի վրա։ Գիտեք, իսկապես տարածաշրջանը շատ պայթունավտանգ է եւ օր-օրի ժամ-ժամի իրավիճակը փոխվում։ Եթե 3 ինչ-որ տարածք գտնվում էր խաղաղության մեջ, այսօր արդեն դարձել է բուն պատերազմական իրավիճակի տարածք, կենտրոն եւ Աստված գիտի վաղը ինչ կարող է լինել եւ ինչպես կարող է փոխվել իրավիճակը։ Բնականաբար այն որ Իրանը հակադարձում է եւ Իրանի նկատմամբ տարբեր երկրներ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գլխավորությամբ հարձակում են գործել, Իրանը պարտավոր է իր տարածքային ամբողջականությունը ապահովել, անկախ նրանից թե ինչ, այսպես ասած, ռեժիմ է գործում Իրանում, ոչ ոք իրավունք չունի այլ երկրում իրավիճակը փոխելու հետ կապված ռազմական գործողություններ սկսի եւ անմեղ մարդկանց թիրախավորի, բայց ինչպես տեսնում եք, ոչ մի բանի առաջ չեն կանգնում այդ ռեժիմները, որոնք գտնվում են այդ երկրներում, մենք որևէ բան չունենք ոչ հերյա ժողովրդի, ոչ պարսիկների, իրանցիների, ոչ ամերիկացիների, բայց ռեժիմները այդ երկրներում, որոնք կան, այդ ռեժիմները դառնում են գլխացավանք այդ երկրների համար եւ տեսեք ինչ-որ հետաքրքիր իրավիճակ է ստեղծում, երբ որ երկրի ղեկավարը ասում է ես խնդրեցի որ հարձակվի, նա ասում է չէ, նա չի խնդրի, ես եմ ասել որ հարձակվի, այսինքն շատ պատահաբար կամ դժբախտաբար կամ թույլիմացաբար երկրի ղեկավար են դառնում, հետո սկսում են այդ երկրին, այդ ժողովրդին ներքաշել մեծ պատերազմների մեջ։ Ցավոք սրտի մինչև այսօր այդպես է եւ մենք մեր կուսակցությունը, մեր հասարակությունը, մեր պետությունը պետք է կարողանանք այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ մի մարդուց կախված չլինի, որքան էլ որ այդ մարդը տաղանդավոր լինի կամ սիրված լինի հասարակության կողմից, դա պետք է մեկ մարդուց կախված չլինի եւ կուրքեր չպետք է դարձնենք, որպեսզի հետագայում ամբողջ ազգով դրա համար պատասխան չտանք։ Շատ հետաքրքիր եւ վտանգավոր իրավիճակ է։ Հիմա ցավոք սրտի մեր տարածաշրջանի բոլոր երկրները հայտնվել են դրանում։ Տեսեք ինչ է ստացվում։ Իրանը բնականաբար իր ռեժիմի հետ կապված խնդիր ունի աշխարհի հետ, նո աշխարհի ասում նկատի ունեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ, Միացյալ Նահանգները խնդիր ունեն իրենց նախագահի հետ, ժողովուրդը, որովհետեւ մի նախագահ է, որը օրեկան մի բան ասում է, հետո հերքում է եւ այլն։ Իսրայելի ժողովուրդը, հերյա ժողովուրդը խնդիր ունի իրենց առաջնորդի հետ, որը Իսրայելը ներքաշում է մեծ պատերազմների մեջ։ Ադրբեջանի ղեկավարը Ադրբեջանն է ներքաշում խնդիրների մեջ։ Տեսեք, այս խառը իրավիճակի մեջ հավասարակշռված ինչ-որ չափով այս մեր տարածաշրջանում պահում է միայն Էրդողանը, որքան էլ որ տարօրինակ է, բայց ամեն դեպքում մինչև այս պահը կարողացել է ինչ-որ հավասարակշռություն պահել, բայց չի բացառում, որ վաղը խախտի եւ շատ ավելի մեծ դառնա այդ պատերազմը։ Հավասարակշռված դիրքորոշում ունի նաեւ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի նախագահը, որը այս պահի դրությամբ ամեն դեպքում ոչ մի արտառոց քայլ չի անում եւ գործողությունները շատ adekvat են։ Բայց նորից եմ կրկնում, մինչև այս պահը մենք չգիտենք վաղը ինչ է լինելու եւ ինչ կստացվի։ Հետևաբար մեր իշխանությունները պետք է այս ամեն ինչից հետևություն անեն, բայց ինչպես տեսնում եք, մեր իշխանությունները զբաղված են
քարոզարշավով, չսկսված քարոզարշավով եւ ամեն օր ինչ-որ սոցարտակներով ամեն օր այո մեկնաբանվում է եւ արդյոք սա լրջություն է իրենից ներկայացում, քանի որ մենք տեսնում ենք նաեւ տնտեսական ազդեցություն կարող է ունենալ լուրջ, ես ուզում եմ տնտեսության մասին նաեւ խոսել, ինչ ազդեցություն կարող է ունենալ, եթե այս վիճակը ավելի զարգանա ու ինչ կլինի այս պարագայում։ Իսկապես կարող է լուրջ տնտեսական ազդեցություն ունենա Հայաստանի վրա, քանի որ բազմաթիվ ապրանքներ ներմուծվում են Հայաստան, հասկանալի է շատ հնարավոր է բնական է որ կարող է Իրանի սահմանը փակվի, անհասկանալի պատճառներով ինչ որ խոչընդոտներ կան Վրաստանի հետ կապված վրացական սահմանում, մեր մեքենաների հետ կապված գիտեք ինչ խնդիրներ է առաջացել Վրաստանում, դե Ադրբեջանը ու Թուրքիան էլ մենք գիտենք ինչ է իրավիճակը։ Այսինքն շատ հնարավոր է որ Հայաստանը հայտնվի մեկուսացման մեջ, տնտեսական մեկուսացման մեջ։ Իհարկե պետք է ամեն ինչ անել որ դա այդպես չլինի, բայց շատ հնարավոր է որ այդպիսի իրավիճակ ստեղծվի։ Հիմա ո՞նց է պատրաստվում պետությունը, ես չգիտեմ։ Ճիշտ ասած ո՞նց է պատրաստվում։ Այն ինչ որ մենք տեսնում ենք այդ կռիվները ազգային ժողովում, իրար նկատմամբ այդ ատելության մթնոլորտը, անհանդուրժողականությունը, նույնիսկ տպավորությունը, որ մենք ինչ որ մի հատ եվրոպական երկրում ենք, որտեղ ամեն ինչ նորմալ է, ուղղակի մարդիկ բանավիճում են տարբեր հարցերի շուրջ։ Պետական խնդիրները թողած զբաղված են քաղաքական նախընտրական խնդիրներով։ Իդեպ անձնական հարթակներ են իրար փորձում ներխուժել, դա էլ անընդունելի մի փաստ է ձևավորվել եւ սա ինչ է, միջև ուր են գնալու այս չէ որ մարդիկ իրենց հարկերը վճարում են турքերը, որպեսզի լուրջ քաղաքական դիրքորոշում տեսնել եւ որոշումներ այնել այս պահին։ Այո, մարդիկ ոչ միայն հարկերը турքեր են վճարում, մարդիկ իրենց կառավարման իրավունքն են տվել իրենց։ Ինչ որ քաղաքական ուժի են տվել։ Հիմա խաբվել են, չեն խաբվել, թե ոնց է ստացվել, տվել են։ Հիմա այդ մարդիկ վերցրել են մարդկանց կառավարման իրավունքը եւ այսօր զբաղված են իրենց հաճույքներով եւ լուրջ պետության մասին չեն մտածում։ Եվ երբ որ իրենց այդ մասին ասվում է, իրանք չգիտես ինչի անձնական վիրավորանքներ են ասնում։ Գիտեք որ մենք մեր քաղաքական ուժը, մեր կուսակցությունը մշտապես փորձել է զերծ մնալ անձնական բաներից, տիրույթից։ Մենք խոսում ենք քաղաքական process-ների մասին, մեզ հետաքրքիր չի անձը իր անձնական կյանքով։ Այն քաղաքական process-ները, որոնք այսօր իշխանության կողմից տարվում են, մեր համար անընդունելի է, դրանք հակահայկական են, հակաժողովրդական են եւ մեծ հաշվով նաեւ հակամարտկային են։ Հետևաբար դրանք պետք է ուղղելը ոնց պետք է անել, բնականաբար պետք է ընտրությունների միջոցով անել, բայց այդ ընտրությունների process-ն էլ դա մի ուրիշ պատմություն է, որտեղ այդ ամբողջ դաշտը փաստորեն իշխանությունը վերցրել է եւ ոնց ուզում է, այնպես օգտագործում է այդ հնարավորությունները։ Հիմա գուցե մի փոքր ավելի ուշ խոսենք։ Ուզում եմ մի փոքր մանրամասնենք, պարզապես միջև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, կարծես թե սկսվել է այս նախընտրական process-ները։ Ուզում եմ հասկանալ, ինչու է շտապում իշխող թևը այսպես միտված է ամբողջ թիմով իր քարոզարշավն է տանում, թե գովազդային հարթակ է ստեղծում իր համար, ինչու։ Ակնհայտ է, որ իշխանությունը հասկանում է, որ իր, այսպես ասենք, ռեյտինգը ընկնում է եւ իրանք ի վիճակի չեն ինչ որ ձևով դա փոխել։ Իրանք հիմա այդ ամբողջ քարոզարշավը սկսել են այն պատճառով, իդեպ ասեմ դա կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է մի հատ հասկանա, արդյոք դա ճիշտ է, երբ որ մինչև ընտրական ժամանակահատված օրենքով նախատեսված իշխող քաղաքական ուժը օգտագործելով պետական լծակները, պետական համակարգի կառավարման համակարգի մարդկանց, նկատի ունեմ նախարարներին եւ այլը վերցնում է, կտրում է պետական աշխատանքից եւ զբաղված է քաղաքական քարոզարշավով։ Արդյոք դա խախտում չի օրենքի։ Այնտեղ նստած այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ են անում։ Չեն նկատում այս ամեն ինչը, խի չեն զգուշացնում, որ չի կարելի տենց անել։ Եթե դա անի ինչ-որ մի քաղաքական կուսակցություն, որը իշխանության չի,
Դա հասկանալի է, որովհետև դա քաղաքական կուսակցության գործն է զբաղվել քարոզարշավով, երբ ուզի, ոնց ուզի, եւ ոչ մի արգելք չկա քաղաքական կուսակցության համար քարոզարշավ անելու, ինքը կարող ամեն օր այս գործով զբաղվել, որովհետև ինքը պետական լծակը չի օգտագործում, բայց պետության ղեկավարը, նախարարները, կառավարությունը պետական աշխատանքը թողած զբաղված են քարոզարշավով, բայց մենք դրա համար վճարում ենք, մենք դրա համար իրավունք ենք տվել, որ հնարավորություն ենք տվել, որ իրանք կառավարեն պետությունը եւ լավ կառավարեն։ Պարոն դա ասում են շաբաթ կիրակի ենք գնում։ Այս իրավիճակում շաբաթ կիրակին էլ պետք է աշխատեն իշահ պետության։ Ինչ է նշանակում շաբաթ կիրակի ենք գնում։ Շաբաթ կիրակին օր ու գիշեր պետք 24 ժամ պետք է աշխատել, որ երկիրը այս վիճակից հանեն։ Դե ըստ իրենց տնտեսական աճ են գրանցել, թոշակներն են բավականաչափ բարձրացրել, թոշակառուի նվազագույն զամբյուղը արդեն բավարար է ըստ իրենց։ Ես ուզում եմ անդրադարձ ունենալ, գնաճը սարսափելի է, մենք տեսնում ենք, եւ այսօր թոշակառուն ոչ միայն չի կարող իր թոշակով գոյատևել, այլև կոմունալ վճարների մասին էլ չեմ ասում։ Արդարացված են այս բարձրացումները, ինչպես իրենք են ներկայացնում նվազագույն զամբյուղի մասին։ Դե իհարկե ոչ, այդ ինչ որ իրանք ասում են, դրանք գեղեցիկ հեքիաթներ են, որ պատմում են, ժողովրդին հələ թոշակառուներին հարցրեք։ Թոշակառուն հարցրեք, տեսեք բավարարում է իր ստացած թոշակ իր նվազագույն զամբյուղին եւ նայեք գների աճին։ Գիտեք, կարող է մի 10,000-ով բարձրացնեն թոշակը, էլ ոչ բոլորին, բայց այդ 10,000-ի փոխարեն գները մի քանի անգամ ավելանում են, թանկանում են, հետեւաբար ինչ իմաստ ունի այդ ասել, որ ժողովրդի վիճակը, դուք հարցրեք ժողովրդին, հարցրեք թոշակառուներին, իրանք գոհ են դրանից, թե ոչ։ Իհարկե ոչ ձեր թոշակառուներին, էլի, ձեր բարեկամներին, մի հատ դուրս եկեք փողոց, հարցրեք այն թոշակառուներին, որոնք իրականում ձեր հետ կապ չունեն եւ մեր հանրապետության քաղաքացիներն են, որոնք վաստակել են այդ թոշակ ստանալու իրավունքը եւ որպեսզի հանգիստ ապրեն, իսկ դուք այդ հանգիստ կյանքը իրանց չեք տալիս։ Հետո ինչ է նշանակում տնտեսական աճ։ Այդ թվերը ավելացնել, պակասացնել, պարտքի պարագայում, երբ որ պետական պարտքը կրկնապատկել եք, այդ պարտք վերցնել, բաժանել ժողովրդին, որ իբր լավացնի կյանքը, բայց դա էլ չեք անում։ Նայեք, տեսեք, կյանքը ոնց է լավանում։ Կյանքը մարդը պիտի զգա, չէ՞, որ իր կյանքի որակը լավացել է։ Հիմա մենք ամեն օր երթևեկում ենք Երևանում, ամեն օր։ Դուք տեսնում եք, որ կյանքի որակը լավացել է Երևանում։ 2 ամիս է փոսեր են գոյացել, փոսերը չեն լցվում։ Բոլորը գիտեն, Երևան մտնող, օրինակ, այս հարավային մասում այդ Տեցիկ ռուգը կոչված, հələ գնացեք մի հատ տեսեք, փոսեր են գոյացել, ու 2 ամիս այդ փոսերը կան, դրա պատճառով ահռելի մեծ խցանումներ է այդտեղ, ու ոչ ոք չի զբաղվում դրանով։ Բացարձակ ոչ ոք չի զբաղվում, անտերության մատնված։ Ես վստահ եմ յուրաքանչյուր համայնքում է։ Այո, ես ուղղակի մի օրինակ բերեցի, որովհետև մարդիկ ընդեղով անցնում են, գիտեն այդ մասին։ Բոլոր տեղերում նույն վիճակն է, այսինքն այդ ո՞նց է կյանքի որակը լավացել։ Մի հատ ինձ ասեք, մենք հասկանանք։ Մարդիկ ուզում են հասկանալ, կյանքի որակը որտեղ է լավացել։ Այլ բան է, որ կյանքի որակը ձեր մոտ լավացել է, իշխանավորների մոտ լավացել է։ Տեսեք, իրենց հակապաստարտն ինչպիսին է, ասում են նախկինում այսքան էր թոշակը, հիմա բարձրացել է, բայց նախկինում գներն էին ավելի ցածր։ Դե բնականաբար իհարկե։ Եթե ուզում եք իրականությունը ամենաշատ թոշակները բարձրացել է հանրապետության երկրորդ նախագահի կառավարման տարիներին։ Մի քանի անգամ 7-8 անգամ թոշակը բարձրացել է եւ մարդիկ վճարունակ էին, ապրանքները այդքան թանկ չէին, իսկ հիմա ինչ է ստացվում։ Հիմա ստացվում է, որ նախ պարտքն ենք կրկնապատկել, ունենք 6 միլիարդի պարտք, հիմա ունենք 13-14 միլիարդի պարտք, այսինքն մի այդքան վերցրել ենք։ Նրանք եթե այս իրանց կառավարման այդ ահռելի տարիներին վերցրել են ընդհանրապես այդքան, սրանք իրանց այս կարճ ժամանակահատվածում նրանց չափ գումար են վերցրել։ Պարոն Ավետիսյան, ըստ ձեզ որքան է պետք նվազագույնը թոշակառուին, որպեսզի կարողանա գոնե մեկ անձը գոյատևել։ Գիտեք, այսպես որ թվային ասենք, մինիմում պետք է 100,000 լինի, մինիմում 100,000 դրամ պետք է թոշակառուն ստանա, որ կարողանա ինչ որ ձև ապահովի,
Բայց դա մինիմալն է, իհարկե պետք է գնալ այն տրամաբանությամբ, որ ինչպիսին գներն են, միշտ պետք է դա համապատասխանի նրան, որտեղ մենք շատ հաճախ պարենի մասին ենք խոսում, այո, նվազագույն զամբյուղ ենք ասում, բայց դրա մեջ նաև մտնում են կոմունալ ծախսերը եւ այլն, չէ՞ որ այդ թոշակառուն եւս ինքը հագնվելու կարիք ունի։ Ի վերջո մենք ասում ենք բուժզնումը եւ այլն դա անվճար է, տեսեք ներկայացնում են, բայց թոշակառուն հագնվելու կարիք ունի, կոմունալ վճարելու կարիք ունի։ Ի վերջո էլ հանգստի մասին չեմ ասում, դա ճոխություն է արդեն։ Ինչ են անում այսօր։ Նայեք, առաջ օրինակ հենց երկրորդ նախագահի ժամանակահատվածի մասին եմ խոսում, սոցիալական վիճակը ինչքանով էր լավ թոշակառունդի։ Մարդկանց, ովքեր հաշմանդամության կարգ ունեին, անվճար ուղեգրեր էին տալիս Հայաստանի Հանրապետության տարբեր բաներում, հանգստյան տներում, առողջարաններում, որպեսզի մարդիկ գնան բուժվեն, անվճար տրամադրում էին։ Իրավիճակը բժշկության հետ կապված անընդհատ ինչ-որ լավացումներ էր լինում, որպեսզի թոշակառուները օգտվեն դրանից։ Եվ ընդհանրապես այդ բոլորը վերացավ։ Իհարկե դա շատ փոքրացավ այդ թիվը երրորդ նախագահի ժամանակահատվածում, իսկ այս մարդկանց օրոք ընդհանրապես վերացավ։ Այսինքն այս մարդկանց համար մարդը կարևոր չի, էական չի, այդ մարդը կա, չկա, թոշակառու է, ինչա, այնպես տպավորությունը, որ ոնց որ իրանք հավերժ այտենց երիտասարդ են մնալու ու այդ թոշակային տարիքի իրանք չեն գալու։ Իրանք չեն հասկանում, որ այդ թոշակային տարիքում որ գանք, իրանք նույն կարգավիճակում են ապրելու։ Հավանաբար իրանք մտածում են, որ իրանք այնքան գումար կունենան, որ իրանք կարգավիճակը լավ կլինի։ Բայց կարծում եմ դա սխալ տրամաբանություն է, որովհետև չգիտես վաղը ինչ է լինելու եւ այն տրամաբանությամբ ոնց որ աշխատում են, այսինքն նշանակում է հաջորդ իշխանությունը որ եկավ, այս մարդկանց պետքա կուլակաթափանի եւ այդ հավաքած հարստությունը պետքա ձեռքներից վերցնի։ Այսինքն իրանք նորից կհայտնվեն այն կարգավիճակում, որում էին։ Իսկ դա նշանակում է, որ հասարակության մեջ առաջանալու է լուրջ խնդիրներ։ Անընդհատ այդ ատելության չափաբաժինը մնալու է հասարակության մեջ։ Մենք ուզում ենք, որ դա վերանա։ Մենք ուզում ենք, որ որքան հնարավոր է ատելության այդ չափաբաժինը փոքրացնենք, համերաշխությունը ավելացնենք երկրում, որովհետև դա է լինելու հիմքը։ Այդ իսկ պատճառով մենք գիտեք գաղափարական ուժ ենք եւ մեր գաղափարները գնում է դրան։ Հասարակության այդ կոնսոլիդացիան, քաղաքական ուժերի կոնսոլիդացիան, մենք մի ազգ ենք եւ 99%-ով քրիստոնյա եւ մեր եկեղեցին միավորում է մեզ, մենք շատ քիչ բաժանարար բաներ ունենք, բայց այս մարդիկ հանճարեղորեն գտնում են այդ քիչ բաները ու դարձնում են այդ կարևոր ու փորձում են բաժանել մարդկանց, տարանջատել իրարից։ Ես կարծում եմ, որ դա բնական չի ու դա պետք է ուղղել։ Բայց ասեք, որ հաջողվել է, որովհետև շատ հաճախ տեսնում ենք հասարակության մեջ այնքան չարություն, մանր կենցաղային բաներից սկսած միջև էլ չեմ ասում քաղաքական հարցեր։ Ցավոք, այո, այդպես է, ինչ որ չափով հաջողվել է, բայց կարծում եմ, որ եթե այս ընտրություններին այս իշխանությունը չընտրվի, եթե գան այլ ուժեր եւ առաջնորդվեն մեր ասած տրամաբանությամբ, համերաշխության տրամաբանությամբ, շատ արագ կարա փոխվի այս ամեն ինչը, որովհետեւ մենք այլ ուժեր, պարոն Ավետիսյան, դաշտում հստակ, որտեղ մենք ընդդիմադիր դաշտի մի քանի ներկայացուցիչների է թվարկվում եւ դրանց շուրջ հարցում է նաեւ արվում եւ դրանք փորձում են թվային տարբերակով ներկայացնել, այսքան տոկոս այս մեկն է, այնքան տոկոս։ Ես մեմ հասկանալ ինչու են ընտրված մի քանի կուսակցություններ, այսինքն ընտրությունը կատարվելու է այդ մի քանիսի շուրջ, դա եմ ուզում հասկանալ հասարակ ինչու է նշվում մի քանիսը, չէ՞ որ հստակ դեռ հայտ ներկայացրած կուսակցություններ չկան։ Դե գիտեք, բանը, դա ուղղակի քարոզարշավի մի ձև է, ինչ որ մի ուժ վերցնում է իր ուզած մարդկանց, հարցում է անցկացվում, մեկտեղ Աստված գիտի այդ հարցումը ոնց են անցկացնում, հետո ներկայացնում են, ասում են այս մարդիկ այսքան տոկոսներ ունեն, բայց իրականության հետ ոչ մի կապ չունի դա։ Հարցումները այդպես չեն անում նախ։ Եթե ուզում եք իրական հարցում ունենաք, պետք է ստեղծվի մի հանձնաժողով, որտեղ տարբեր ուժեր ներկայացված կլինեն եւ հարցման ձևն էլ պետք է ոնց եք մարդուն հարցում անում։ Եթե մարդուն զանգում եք հեռախոսով ասում եք ում կտակ ձեր ձայնը, բնականաբար դա ազնիվ չի եւ
դա արդար քվեարկություն չի, որովհետև դա բաց քվեարկություն է։ Այսինքն մարդը գիտի, որ դուք իր հեռախոսի համարը գիտեք, ինքը վախենում է ճշմարտությունը ասի, որովհետև հասկանում է, որ սա մի իշխանություն է, որը մարդկանց լայքերի համար աշխատանքից ազատում են։ Հետևաբար ինքը սխալ է ասելու։ Այսինքն դա ճիշտ ձև չի մարդուն զանգել, հարցում անել ու այդ հարցումներով ներկայացնել հասարակությանը, որ այս մարդը այսքան տոկոս ունի, այն մարդան այդ որում նույն անունները, որովհետև դա նույն կենտրոնից է։ Նույն կենտրոնից դնում են մարդկանց ու սկսում են խաղացնել հասարակության ուղեղի վրա, անընդհատ ազդում են, որ կարծիքի վրա ազդում են, որ այս մարդիկ են, ուրիշ մարդ չկա, սրանց մեջ է ընտրությունը։ Վատի եւ վատարագույնների ընտրությունն է։ Հիմա այս սրանց մեջից նայեք, որն է վատը, որն է ավելի վատը, այդտեղ ընտրություն արեք, բայց մարդիկ ասում են, այդ որ չեն մասնակցում ընտրություններին, բանին քվեարկություններին եւ ընդհանրապես ընտրություններին։ Դրանք են մարդիկ, որ ասում են, ինքեր այդ ում որ դուք ցույց եք տալի, մենք չենք ուզում դրանց, որ դրանցից ոչ մեկին չենք ուզում, այլ մարդիկ կան, խիչ եք իրանց ներկայացնում։ Դեպի ինչու չեն ներկայացնում։ Որովհետև չեն ուզում, որ մարդիկ ճանաչեն այն իրական հայրենասերներին, որոնք իսկապես մտածում են պետության մասին, իսկապես նվիրված են։ Շատ կան այդպիսի մարդիկ, որ մենք գիտենք, ես հիմա չեմ ուզում անձնավորել, բայց այդ մարդիկ շատ կան, որոնք հասարակություն իսկապես, եթե լսի ինչ են խոսում այդ մարդիկ, կգնա իրանց հետևից, ոչ թե սրանց հետևից։ Մեկը գալիս է խոսում է Ռուսաստանի դեմ, թշնամաբար, մի խումբ այդ սրանք էլի ակտիվ բանի մեջ են, եթերների մեջ են, այն խումբը, որը փորձում է Ռուսաստանի դերը պահի, դրանց ընդհանրապես հանում են եթերներից, գալիս է մի ուրիշ խումբ, որը համ նրանց է քննադատում, այն մյուս խումբը գալիս է ընդհանրապես չգիտես ինչերից է խոսում, անհատական մակարդակի է իջացնում խոսակցությունը, այսինքն մեր հասարակությունը, որը պետք է լսի եթերներից քաղաքական գործիչներին ինչի մասին են խոսում եւ ում պետք է գնա ինքը քվեարկի, այսինքն ինքը իր կառավարման իրավունքը, որ տված է, որ ինքը պետք է գնա քվեարկի, ինքը պետք է տա ինչ-որ մեկին։ Այդ մեկին ինքը չի կարող գտնի ով է։ Եվ պատահական չի, որ 60%-ը չի գնում ընտրության, որովհետև 60%-ը չի ուզում այդ եղածների մեջից, ում որ անընդհատ ներկայացնում են, դրանց միջից ընտրություն կան։ Իշխանության համար շատ լավ է, երբ որ թիրախավորել են նախկին նախագահներին եւ իրանց հետ խաղում են այդ խաղը։ Անընդհատ քննադատում են նախկիններին։ Նույնը ազգային ժողովում է այդ։ Այո, նույնը այնտեղ է, եւ մեծ հաշվով դա իրականությունը դա է, որ դաշտում բան չի փոխվում։ Լավ, ինչ անել, որպեսզի նոր ուժերը մեկնաբանվեն ի վերջո։ Նոր կարող ինչ-որ ուժ, որ մտել է եղածի մեջ, եղած դաշտը մենք գիտենք ովքեր են, եղածի մեջ, որ մտել է, դա բանն է, ուժեղ Հայաստանն է, որը մտնում է այս եղածի մեջ։ Հիմա իրավիճակը ոնց կփոխվի, այս մոտ ժամանակներում մենք կտեսնենք։ Բայց նրանց հետ փորձում են կապել նախկինների հետ։ Դե փորձում են կապել, բայց չի կապվում, որովհետև այդ մարդիկ նախկինների հետ ասում են, որ մենք իրենց հետ կապ չունենք։ Մենք ասում ենք մեր ասածը, մեր ծրագիրն է լավ, ավատա, այդ իրանց ասածն է, բայց իրանք նոր ուժ են մտել։ Հիմա այդ նոր ուժը պատահական չի, որ իրանք մեծ թափով հեղինակությունը բարձրացնում են, դա պատահական չի, որովհետև չկողմնորոշված ձայներ կան շատ, որոնք ուզում են կողմնորոշվել, ինչ որտեղ մի բան են ուզում տեսնել։ Դե բնական է, ուժեղ Հայաստանը չի կարա կապվի նախկինների հետ, որովհետև եթե կապվեց նախկինների հետ, մարդիկ կսկսեն հետ կանգնել արդեն։ Իրանք այդքանը հասկանում են, կարծում եմ, դրա համար ասում են, որ մենք կապ չունենք։ Պարոն Այդիսյան, մենք պարզապես անընդհատ ընտրություն ենք կատարում, այս գաղափարական ուժեր են պետք այս ժամանակահատվածում, որոնք լուրջ հեռանկարներ պիտի առաջարկեն, արդյոք տեսնում եք այդպիսի գաղափարական ուժեր, որովհետև մենք նորը շատ լավ ողջունելի է, բայց գաղափարական այդպիսի հստակ ներկայացում կա արդյոք։ Նայեք, ցավոք սրտի շատ կարևոր հարց եք բարձրացնում, ցավոք սրտի մեր ազգի փրկությունը գաղափարական ուժերի մեջ է։ Եթե չեղավ գաղափարախոսություն, մենք անընդհատ դրա մասին խոսում ենք, շատերը այսպես լավ չէին պատկերացնում, կամաց սկսում են հասկանալ ինչ ենք ասում մենք,
եթե չկա գաղափարախոսություն, իրար նկատմամբ քաղաքական ուժերի խոսույթը դառնում է անձնական վիրավորանքներ։ Սա նրանց է ասում տականք եք, նրանք սրանց են ասում տականք եք, սրանք նրանց կոռուպցիաներ, սրանք նրանց եւ այլն։ Գաղափարախոսությունը չկա։ Այդ գաղափարախոսությունը մենք փորձում ենք մտցնել մեր կուսակցությունը, ուզում է գաղափարախոսությունը մտցնել նախ մենք գիտեք համամարտկային սոլիդարիզմի գաղափարախոսությունը կրող քաղաքական ուժ ենք եւ ներազգային հարցերում լարմասի գաղափարախոսություն, այսինքն մենք բոլոր հատվածների համար գաղափարական մոտեցում ենք առաջարկում, որ քաղաքական ուժերը գնան։ Ցավոք սրտի քաղաքական ուժերը հեռու են դրանից։ Իրանք այսօր անձնական վիրավորանքների դաշտում են։ Սա, գիտեք, մանկապարտեզ, բառից բուն իմաստով։ Ոչ մի նորմալ երկրում քաղաքական ուժերը անձնական վիրավորանքներով չեն առաջնորդվում։ Դա անընդունելի է։ Մեր հասարակության համար ընդհանրապես Արդյոք այսպես չեք դիտարկում այս պարագան, որ մեր անձնական շահն ենք մենք միգուցե առավել դնում։ Իհարկե։ Այլ հայրենիքի նկատմամբ այն պարտականությունը, այն քաղաքականությունը, որ պիտի վարվի, դա պետք է լիներ առաջնայինը եւ վերը։ Հիմա ուզում եմ հասկանալ, որովհետեւ մենք գաղափարական կուսակցություններից էինք խոսում, նաեւ ուզում եմ անդրադարձ ունենանք ձեր կուսակցությանը եւ լարմաս գաղափարախոսությանը, ինչպես անել, որպեսզի այն ավելի տարածում ունենա եւ ինչպես գալ նրան, որպեսզի բոլոր կուսակցությունները լսեն այս գաղափարախոսությունը եւ հասկանան, որ այն դեմ չէ ոչ մեկի։ Նայեք, եթե մենք փորձենք միայն մեր ուժերով դա անենք, դա բավականին երկար ժամանակահատված է պետք, երկար աշխատանքային process է, իհարկե մենք դա անելու ենք անկախ ամեն ինչից։ Լարմասը մեր համար հոգեհարազատ գաղափար է եւ դա մենք պետք է տարածենք, որովհետեւ ինքը շատ գեղեցիկ եւ շատ կարեւոր գաղափարախոսություն է, որ մեր ազգը դրա պակասը ուներ եւ բարեբախտաբար Գերման Լալայանը հիմնադրեց այդ գաղափարը, ցավոք սրտի մեր հետ չի ինքը, բայց գաղափարը կա, այդ գաղափարը պետք է շարունակել, որպեսզի հասնենք հաջողության։ Դա մեր ուժերով մի քիչ երկար է տևելու, բայց մենք գնալու ենք դա, որտեղ մենք գաղափարական քաղաքական կուսակցություն ենք, քաղաքական ուժ ենք։ Կա ավելի կարճ ճանապարհը որն է, որ պետք է գնալ ազգային կոնսոլիդացիայի, քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի, որոնց միջոցով դառնալու է ազգային կոնսոլիդացիան եւ խնդիրները շատ արագ լուծել։ Հետևաբար այդտեղ լարմասը շատ կարևոր գաղափար ու բանաձև է, որը դրված է պատրաստի, պետք է ուղղակի առաջնորդվել դրանով։ Դա ուզում եմ ասել, մեր սեփականությունը չի, բոլորը կարող են դրա մեջ մտնել եւ զբաղվել այդ գաղափարի իրականացմամբ։ Հետ այդ գաղափարը իրականացվի, դա կլինի մեր ժողովրդի հաջողությունը, մեր ազգի հաջողությունը։ Հիմա որպեսզի դա արագ լինի, նայեք, պետք է կոնսոլիդացնել հասարակությանը։ Մենք առաջարկում էինք ինչ, կոնսոլիդացիա կարող է անել այս պարագայում հայ առաքելական եկեղեցին, Վեհափար Հայրապետը կարող է կոնդակով հանդես գալ եւ հրավիրել բոլոր քաղաքական ուժերին, ձևավորել այդ կոնսոլիդացիան եւ փորձել աշխատել այս ուղղությամբ եւ ստեղծվի մի մարմին, որը զբաղվել է Հայաստանի հարցերով, մեր պետության եւ մեր ազգի հարցերով։ Այդտեղից սկսելու է նաեւ կապը Սփյուռքի հետ, Սփյուռքի կազմակերպությունները աշխատեն, Սփյուռքի կազմակերպությունների միջոցով ազդել տվյալ երկրներում այդ ղեկավարների վրա, որպեսզի մենք կարողանանք այս իրավիճակից դուրս գանք։ Այսինքն Հայաստանը Սփյուռքով դա ուրիշ քաղաքական կատեգորիա է։ Հայաստանը Սփյուռքով մոտավորապես կարելի է այսպես ասենք, եթե շատ լավատես լինենք, Հայաստանը Սփյուռքով ինքը գերտերության պես մի բան է։ Ուղղակի ցանցով աշխարհի հետ կապված եւ Սփյուռքի միջոցով Սփյուռքը ազդեցիկ կառույցներ ունի, ազդեցիկ մարդիկ ունի, որոնք այսօր այս իշխանության ակտիվ գործունեության արդյունքում մատնված են Ճիշտ եմ հասկանում Սփյուռքի դերը պետք է մեծանա այս Իհարկե։ Հիմա այդ ամեն ինչը կապված է դրա հետ։ Հիմա տեսեք եկեղեցին դա անում է, ստացվում է, որ այդ համազգային կոնսոլիդացիա է անում, այսինքն Լարմասի հիմնական
կետերից մեկը իրականացվում է եւ ճանապարհաբացում մյուս կետերը իրականացնել։ Եվ որքան էլ որ տարօրինակ է, մյուս կոնսոլիդացիան կարող անի երկրի վարչապետը։ Այսինքն երկրի ղեկավարը փաստացի, դե նախագահի մասին չեմ խոսում, որ այդ բանը պետք է ընդհանրապես փակել, մենք ըստ էության նախագահ չունենք։ Երկրի ղեկավարը վարչապետն է։ Այսինքն մյուս կոնսոլիդացիան կարող անի վարչապետը, մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն եմ, չէ՞, հիմա ներկայացնում։ Այսինքն վարչապետը մտածելով երկրի ապագայի մասին պետք է հրավիրի բոլոր քաղաքական ուժերին եւ ասի, քանի որ ես չեմ առաջնորդվում իմ կուսակցության շահերով, ես պետության վարչապետն եմ, չէ՞, ինքս միշտ սիրում եմ, չէ՞, այդ մասին խոսել, ասում եմ, ես Հայաստանի վարչապետն եմ։ Հայաստանի վարչապետը չի նշանակում ՔՊ-ի վարչապետ։ Այսինքն Հայաստանի վարչապետը պետք է հրավիրի բոլոր քաղաքական ուժերին, ստեղծի այն նպաստավոր պայմանը, այն ներհասարակական համերաշխությունը եւ կոնսոլիդացնի բոլոր ուժերը, որպեսզի կարողանանք մեր խնդիրները լուծենք։ Հիմա այս երկուսից որը դա կանի, մենք պետք է աշխատենք, որ դա լինի։ Առանցին որևէ կուսակցություն դա չի կարող անի։ Դա պետք է անի կամ երկրի ղեկավարը, կամ վեհափառ հայրապետը։ Բայց մենք ինչպես տեսնում ենք, ոչ մեկը, ոչ մյուսը ոչինչ կարծես թե չեն ուզում, որովհետև մեկը զբաղված է իր նախընտրական քարոզարշավի բուն սկսելու process-ին, մյուսը իր վեհարանում։ Քաղաքական ուժերը ինչ պետք է անեն։ Քաղաքական ուժերը ասում են ժողովուրդ, եկեք նստենք մի հատ հասկանանք ինչ ենք անելու մենք։ Այս իրավիճակը շատ վտանգավոր իրավիճակ է։ Մենք հայտնվել ենք մի տեղում, որտեղ մեր շուրջը ամենտեղ պայթում է, ամենտեղ պատերազմ է։ Նույն եկեղեցականը կամ վեհապարը, ինչպես նշում եք, ասի ես քաղաքականության հետ ոչ մի գործ չունեմ եւ չեմ ուզում խառնվել քաղաքականության, արդյոք սա քաղաքականության խնդիր է։ Իհարկե ոչ, սա քաղաքականություն չի, սա երկիրը փրկելու հարց է դրած։ Այստեղ գաղափարախոսությունների պայքար չի, քաղաքական պայքար չի, այստեղ երկիրը փրկելու խնդիր է։ Հիմա գիտեք ոնց սա միասնության ղողանջ ու կոչնակ չէր կարող խնդրել, որ միասնական ժողովուրդը մեկ միասնական ի վերջո մենք մի ազգ ենք, մի պետություն եւ մեր սփյուռքն էլ մեր ազգի, մեր պետության մի մասնիկն է։ Նայեք, ասված է, չէ, մեր փրկությունը մեր միաբանության մեջ է, մեր միասնության մեջ է։ Այդ խնդիրը պետք է լուծել։ Այդ մենակ խոսքեր չեն։ Այդ խոսքերը ժողովրդի ինչ կապ ունի, ժողովուրդը սրա հետ կապ չունի։ Միասնությունը եւ տարանջատումը, տրոհումը անում են քաղաքական ուժերը։ Եթե քաղաքական կուսակցությունները անընդհատ խոսում են տրոհման մասին, առաջանում է այդ տրոհումը, առաջանում է ինչ-որ խմբեր, որոնք իրար դեմ են դուրս գալի։ Եվ նույն համերաշխությունը առաջանում է, երբ որ սկսում ես համերաշխությունից խոսել։ Շատ կարևոր բան եք ասում, որովհետև երբ մենք տեսնում ենք հասարակության մեջ արդեն իրար դեմ թշնամացած մարդիկ, պիտի սա ազդակ լինի, որ տվյալ քաղաքական ուժը այնքան ատելության խոսք է ներարկել, որ հասարակություն է իջել դեպի, որովհետև մենք տեսնում ենք ազգային ժողովում եւս այդ հակասությունները, այդ իրար դեմ դուրս գալը, ի վերջո սա պետք է ունենա իր հանգուցալուծումը։ Խնդիրը շատ պարզ է դրած։ Մեր թշնամիները, իսկ մենք ունենք թշնամիներ, բավականին շատ։ Մեր թշնամիները խնդիր են դրել Հայաստանը որպես այդպեսին վերացնել ստեղից։ Այս տարածաշրջանում որպես պետություն պետք է չլինի Հայաստանը։ Եվ իրանք ամեն ինչ անում են, որ դա տենց լինի։ Մենք ինչ ենք անում։ Մենք պետք է անենք ուղիղ հակառակը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը որպես պետություն այս տարածաշրջանում լինի եւ ուժեղանա եւ հզորանա։ Դրա համար ինչ պետք է անել։ Դրա համար պետք է շատ պարզ բան է։ Դրա համար պետք է ապահովել ներազգային համերաշխությունը երկրում, ապահովել կոնսոլիդացիան աշխարհի բոլոր հայերի եւ քաղաքական ուժերի, որովհետեւ ազգի քաղաքական միտքը արտահայտում են քաղաքական կուսակցությունները, գաղափարական կուսակցությունները, ոչ թե ինչ-որ անհատներ, որոնք սնկի պես աճում են ընտրություններից առաջ ու դրանից հետո էլ վերանում են։ Այլ քաղաքական կուսակցություններ, որոնք ունեն գաղափարախոսություններ եւ բոլորը միանում են մեկ գաղափարի շուրջ։ Ոնց հզորացնենք Հայաստանը, ոնց դարձնենք երկիրը ուժեղ ու ամուր։ Շատ պարզ մեխանիզմ կա դրա համար, որ պետք է անել։ Մենք Սփյուռքի հետ մեր հայրենակիցների այդ հատվածների հետ
պետք է մեր կապերը թարմացնենք եւ ամրապնդենք եւ նոր ձևի կապեր ապահովենք, որը այս իշխանությունների օրոք չի արվում։ Տեսեք, այս մարդիկ եկան իշխանության, առաջինը վերացրեցին Սփյուռքի նախարարությունը։ Այսինքն մենք Սփյուռքի հետ գործ չունենք էլ, վերջ։ Թեման փակեցին։ Երկրորդ կարևոր բանը, որ արեցին, մշակույթի նախարարությունը ոչնչացրեցին։ Այսինքն սրանք միավորող բաներ են։ Մեզ միավորում է մեր մշակույթը, մեզ միավորում է Սփյուռքը, որ կա, այսինքն մշակույթը այդ Սփյուռքի հետ միավորում է մեզ եւ մեզ միավորում է մեր հավատը հայ առաքելական եկեղեցին։ Հիմա անցել են եկեղեցուն։ Հիմա որպեսի դա տենց չլինի, դա պետքա կանխել, դա այդ գիծը պետքա քաշել, այդ կարմիր գիծը մեր համար։ Այդ կարմիր գիծը պետքա քաշել, ասել ինքեր դուք ինչ եք ուզում մեզանից։ Ինչ եք ուզում եք մեզ սարքեք ճշնամի, որ իրար կոտորենք, հետո թուրքերը մտնեն, այդ մնացածին էլ կոտորեն ու վերջանա թեման։ Էդ եք ուզում։ Կամ պետք է այս երկիրը այս վիճակից հանենք, որը ունի այս ճանապարհը, որը դուք չգիտեք։ Դուք հիմա խորացնում եք տարանջատումը եւ անընդհատ ազգը մոռանում է այդ տարանջատումները։ Սրանք անընդհատ հիշացնում են, իրանց եթերներով անընդհատ հիշացնում են։ Ցավոք սրտի այդ խաղը խաղում է նաեւ ընդդիմությունը։ Աշխատում է։ Իհարկե աշխատում է։ Դա աշխատում է, որ այսօր հասարակությունը իրար նկատմամբ ճշնամաբար վերաբերմունք ունի։ Սրա դրական խոսացողները շատ քիչ են։ Շատ քիչ են այն ուժերը, որոնք խոսում են դրա մասին։ Ես հիմա կոչ եմ անում բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր հետևում են, ովքեր լսում են, մի հատ հասկանան մենք ինչ ենք ասում։ Ձեր ասածը ըստ էության ոչ մի բան է, ցանկացած մեկը կարող գա նստենք միասին քննարկենք, ու մենք կապացուցենք իրանց, որ այն իրանց գործելակերպը, որ հիմա կա, որով գնում են ընտրության, ոչինչ է։ Որովհետև այն կողմը ատելության խոսք քարոզողներն են, իսկ այս կողմը այդ ատելության քարոզին ատելության պատասխանողներն են։ Իրավիճակը այնպեսին է, որ մենք ստանալու ենք մի հատ ատելության թաթերաբեմ, որը ոչ մի լավ բանի չի բերելու։ Դեռևս աշխարհում չկա միտեղ, որտեղ ատելությունը ինչ-որ մի լավ բանի բերած լինի, դրական իրավիճակի։ Համերաշխությունը հակառակը։ Համերաշխությունը միշտ լավ բաների է բերել։ Քանի որ մենք համերաշխությունից ենք խոսում, իսկ ինը համերաշխական է իր բնույթով ու նաև այդ համերաշխություն կրողը պիտի լինի ձեր ուղերձը հայ կանանց։ Ես վերականաբար, քանի որ այսօր մարտի 8-ն է, շնորհավորում եմ բոլոր կանանց, աշխարհի բոլոր կանանց, բոլոր ազգությունների, հատկապես հայ կանանց, հայ մայրերին, քույրերին, ցանկանալ, որպեսզի իրականում ունենան մի երկիր, որտեղ համերաշխությունը առաջնային լինի, եւ բոլորը իրար սիրեն եւ հարգեն, քանի որ համերաշխության գաղափար ինքը սերն է, սերը կրոնական բանը, քրիստոնեական գաղափար է, իսկ համերաշխությունը քաղաքականության մեջ այդ սերն է քարոզում։ Եթե մենք համերաշխել ենք իրար հետ, մեր մոտ ամեն ինչ կստացվի։ Բարի պարոն Ավետիսյան, իսկ դուք հարգելի հետևորդներ, մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։